Իջևանի վարժարանի ինժեներական թիմն իր 3 ամսվա աշխատանքն է ներկայացնում STEM Expo 2025 գիտական միջոցառմանը։ 6 հոգուց բաղկացած ինժեներական թիմը հրշեջ ռոբոտ է ստեղծել։ Նախագծումից մինչև վերջնական իրագործումը կատարվել է թիմի ջանքերով։ Վարժարանի աշակերտ Նարե Պետրոսյանի խոսքով ռոբոտի հնարավորություններն առայժմ սահմանափակ են, սակայն նախագիծն ընդլայնելու դեպքում այն կիրառելի կլինի բազմաթիվ ոլորտներում։ Այն երբ տեսնում է կրակը, այն կանգ է առնում, միանում է իր վենտիլյատորը եւ քամու օգնությամբ այն հանգցնում է։ Մեր ռոբոտը, ինչպես նաեւ տեսնում է տարածքի ջերմաստիճանը եւ խոնավությունը, այն էլ տպում է իր LCD էկրանի վրա։ STEM Expo 2025 միջոցառումը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան, որպես երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուներ։ Միջոցառումն իրականացվում է ԱՐՓԱ գիտահետազոտական ինստիտուտի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ։ Միջոցառման գլխավոր հովանավորը Արարատ բանկն է, ինչը վկայում է սոցիալապես պատասխանատու և գիտակենտրոն բիզնեսի կարևոր ներդրումը Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում։ ԱՐՓԱ ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար անչափ կարևոր է, որովհետև ինստիտուտը որպես այդպիսին գործում է ավելի քան 30 տարի եւ գիտական եւ կրթական ոլորտում բավականաչափ մեծ դերակատարում է ունեցել եւ մինչ այսօր շարունակում է ունենալ։ STEM Expo 2025-ը միավորում է 2 խոշոր նախաձեռնություն։ Առաջինը STEM-ար կրթական ծրագիրն է, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում եւ աջակցում ուսուցիչների վերապատրաստմանը, տրամադրում գիտական սարքավորումներ։ Երկրորդը Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթն է, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը եւ խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ 33 տարվա կենսագրություն ունեցող ԱՐՓԱ ինստիտուտը վերջին 3 տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը, նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։ ԱՐՓԱ-ն արդեն, ինչպես ասացիք, 33 տարի է ինչ գործում է Հայաստանում։ Այս էքսպոն վերջացումն է այս ուսումնական տարվա գործունեության, STEM նախագծահեն կրթություն ստեղծելու հնարավորության համար մեր դպրոցներում, մեր մարզերում։ Մենք այս տարի արդեն 3 մարզում 19 դպրոցում ենք։ 2 րոպե ունեցա անցնել այս միջանցքում ու տեսնել, թե իրանք ինչեր են բերել եւ արդեն շատ ողջորված եմ, ես սպասում եմ իրանց բացատրություններին։ Արարատ բանկը STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց բացի, ԱՐՓԱ գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցության պայմանագիր է կնքել։ Այս գործակցության շրջանակում ֆինանսավորել ենք Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար կրթական փաթեթներ, որոնք կներդրվեն դպրոցներում նոր ուսումնական տարում եւ այդպիսով երեխաներին եւ ուսուցիչներին հնարավորություններ կտրվի իրականացնել նախագծահեն ծրագրեր եւ ավելի շատ զարգացնել վերլուծական միտքը։ Գիտությանն աջակցելը կարևոր առաքելություն է, ասում է ԱՐՓԱ գիտահետազոտական ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը։ Արարատ բանկն այդ գործի առաջամարտիկներից է։ Առաջի քայլն է, Արարատ բանկն է, որ առաջինը դա արել է, որ հովանավորել է նման ծրագիր եւ դա դուռ է բացում, հույսով եմ եւ խրախուսանք է եւ օրինակ է ծառայում ուրիշներին։ STEM Expo 2025-ում ներկայացված նախագծերը տարբեր են ավտոմատացված էկոհամակարգերի ստեղծումից մինչև մոդելավորման և տարածաչափական հմտությունների զարգացում։ Այս տարվա էքսպոյին ավելի քան 200 աշակերտ և 80 STEM ուսուցիչ է մասնակցել։ Ծրագրի բուն նպատակը հենց այն է, որ մենք լուծենք խնդիր, թույլ տալով աշակերտներին ավելի մոտ լինել գիտությանը և ինժեներությանը։ Միջոցառման երկրորդ մասում կայացել է հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը։ Լավագույնը ճանաչված 2 թիմերը դրամական պարգևատրումներ ստացան։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։